Որ կապեր Ժողովուրդ ջան, բարև ձեզ, որ նիդրազումենիա չլինի, Գևոր կապեր, դու տենց վիդեո էր մի հատ դրել, որ ասում էր 300,000 թուրք եթե գա, մեր տուննա չէ գալու, խիպը տելնենք, փախնենք, վախենանք, չէ մեր տուն են գալու թուրքերը, տես վիդեո էլ է քո միտքը։ Տես չի եղել, ասել եմ մի պահ պատկերացել է գալիս է, կարող հելնելու եմ իմ տնից փախնեմ, ես պետքա կանգնեմ։ Այ ապրես, այ ապրես։ Ապեր, բա չի եկել թուրքը մեր, Կարսը մերը չի ելել, Վանը մերը չի ելել, Արցախը մերը չի ելել, թուրքը որ դա եկել է մենակ մերնակ հային չէ, լուբոյ ազգին վատություն ա բերել։ Աստորեն ծռան վերգոների պատմությունը ճիշտ է ասում, ուրեմն ծռան վերգոների նման ենք մեզ պահել։ Ուրեմն Ժիրոյի միրոյի նման դրել։ Ես Նիկոլը չեմ որ հանկարծ մեկ հային ասեմ փախած։ Ես տենց մարդ չեմ որ հայ ազգին մեկին լնեմ ասեմ դու փախած ես ելել։ Փախած չի, թուրքն ա տեսակի ազգա։ Լսի, ես փախել եմ փրկվելու համար։ Մալադես, կոնկրետ դու փախել ես, բայց թուրքը այդ տեսակի մարդ է, գալիս է, թալանում է, ջարդում է, կոտրում է, վերացնում է, սպանում է։ Որ դու իմանոստա Ժիրայրին ասում ես Ժիրայրը ազգի դավաճան է, Ժիրայրը գևոր քեզ ա կպել։ Իրան պատասխանի ոնց ուզում ես, բայց դու ասում ես Ժիրայրը հայ ազգի դեմն է, հայ ազգի դավաճան է։ Ոչ, ապեր ջան, իմ համար հայ ազգի դավաճանը նա է, ով որ ասում է թուրքը Կարագա Հայաստանում նորմալ մեր հետ մեր տունը ապրի, մենք էլ չպետք է փախնենք։ Ապեր եկել ապրել է, ցույց ա տվել պատմությունը, Թուրքի հետ հնարավոր չի ապրել։ Հնարավոր չի։ Դե հիմա Ուր, դե դու ես փախոտ, դու պետք է փախնես, ես փախոլ, ես չեմ էլ փախել։ Իսկ դուշա, դուք որտե եք ապրում, դուշա ջան։ Դուք որտե Հայաստան եք ապրում։ Ես Գեղամասարում եմ ապրում, Վարդենիսի կողքի գյուղերում, Գեղամասար գյուղ։ Այսա շուտով գալու եմ ձեր Գեղամասարը։ Այ ապրես, մի հատ կգաս մոտիկանաս իրար կանանք տենանք էլ։ Պրոբլեմ չի, ես տնից իրավունք չունեմ դուրս գամ, դուշա, բայց դուք որտե եք ապրում։ Էլ Հայաստան։ Ես էլ եմ Հայաստանում ապրում, ինչ ես ուզում դրանով ասես։ Չէ, խի ամոթ հա ասել որտե եք ապրում, ինչա ոնց է։ Ես որտեղ Գեղամասար գյուղում ապրում եմ, Խեմ գյուղի անունը տալի։ 8 տարի ես եկա Փաշինյանը կա, ասֆալտ սարքել են այս գյուղում, բայց ասֆալտը կար, կներեք, այստեղ գազ չկա, ջուր չկա քաշած, մենք ջուրը եթում ենք կալոդիստներից ենք միջև այսօր հավաքում։ Դուք այդպես միտք ասում եք երկիրը բանա, երջանիկ ա դառնում, լավանում ա, որ Երևանն ա լավանում։ Բիզնեսն ա լավանում, այստեղ թոշակավոր մարդիկ են ապրում, ջուրը որտից պետք է վերցնեն, տատիկս 80 տարեկան տատիկ ա, մենակ ա ապրում, լավ ա ես կողքնեմ, հա ես ջահել եմ կողքնեմ, 5 տարի կողքնեմ, բայց որ ես չլնեի, ջուրը մարդը ոնց պետք է 100 մետր էթա որ ջուր քաշի տուն բերի։ Հայկ ջան, կարամ ես պատասխանեմ, կարամ հիմի ես պատասխանեմ, ես Փաշինյանին չեմ պաշտպանում, ես պրոստա իմ ասածը այն է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի, ինքը կարող է շատ լավ բիզնեսմեն է, կարող է շատ լավ բարերար է, բայց այդ մարդը քաղաքական գործիչ չի ու իր ունեցվածքի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում ու ինքը չի կարա Ռուսաստանին դեմ է թա, եթե իրան հրաման տան, որ այս ինչ բանը պետք է Հայաստանում սենց լինի, ինքը երբեք չի կարանալու դեմ կարծիքն է, դա ձեր կարծիքն է, բա որ ինքը Արցախում հիվանդանոց սարքեց, բա որ Արցախի համար զենք առավ, Ադրբեջանում ռոզեսկի տակ ընկավ, բախի թուրքերը չէին կարում ռուսներին ասեին, այս դեր Կարապետյանը ինչ է անում, չենք հասկանում, մեր երկրի մեջակից է փոխում։ Եղամասարցի եղբայրան ու ինչա։ Հայկ ջան, մենք չենք ասեմ ինքը վատ գործեր արել, ես էլ եմ գնահատում իր արած, այստեղ քաղաքական է, հիմա եթե ես լավ տղա եմ, սիրտդ կվստահես օպերացիա։ Լավ տղա ես ասում ես փախած եմ, հետո ասում ես լավ տղա ես։ Ապեր ես մի բան ասեմ, Ժիրայրին որը պրոստը վիրավորում ես, Ժիրայրին նա ես իր անգերը չեմ, պրոստը որը տես ասում ես ինքը ազգի դավաճան է, ոչ, այդ մարդը քեզ ա քրֆել, դու իրան ազգի դավաճան ես սարքում։ Ազգի հայ ազգի դավաճանը ըլնելու է նա, քո նմանները ապեր ջան, Նիկոլի նմանները, Ալեն Սիմոնյանի նմանները, ով որ ասում են թուրքը կարա գա, հայ հետ նորմալ ա։ Ոչ, չի գա։ Մի քիչ գրակետ մարդկանց հետ շփվեք, մի քիչ պատմությունի հետ մոտիկ ելեք։ Դեբիլ, ասма Ալեն Սիմոնյանը